Խորհրդարանական լսումների հարգելի մասնակիցներ, բացառությամբ քաղաքացիական պայմանագիր խմբավորման անդամների եւ կառավարության ներկայացուցիչների, սիրելի հայրենակիցներ, տիկնայք եւ պարոնայք։ Այս հանձնաժողովի կողմից կազմակերպվող խորհրդարանական լսումները մի շատ հետաքրքիր դրսևորումներ են ունենում։ Նախորդ խորհրդարանական լսումներից հետո քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը լքեցին մի քանի պատգամավորներ, քննչական կոմիտեի ղեկավարը, հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը, բարձրագույն դատական խորհրդի նախագահը ստացան WhatsApp հաղորդագրություններ եւ լքեցին իրենց պաշտոնները։ Հաշվի առնելով այս լսումների ընթացքը զգուշացնում եմ եւ հորդորում եմ կառավարության ներկայացուցիչներին դուրս գալ WhatsApp հավելվածներից կամ փոխել իրենց բջջային հեռախոսի համարները, որովհետեւ այս լսումների ընթացքը ցույց է տալիս, որ առաջիկայում նրանք նույնպես կարող են ստանալ նման հաղորդագրություններ։ Ինչ մենք ականատես եղանք։ Ականատես եղանք մի բանի, որ ոստիկանության պետը բացարձակապես չի տիրապետում իրավիճակին, այն աստիճան, որ նույնիսկ չի պատկերացնում, որ երթևեկության համար կարևորագույն գործոններ են հանդիսանում երթևեկության սուբյեկտների օրինականությունը, վարորդական իրավունքների վկայական ունենալու հանգամանքը, ճանապարհային երթևեկությունը վերահսկող տեսանկարահանող սարքերը, նրանց նշանակությունը եւ այլն։ Ես կարծում եմ, որ պարոն Հովհաննիսյանի այս նման անտեղյակությունը պայմանավորված է միայն այն հարցերով, որոնք վերաբերում են քաղաքացիների անվտանգությանը։ Իսկ եթե մենք հարցեր տայինք օրինակ պարոն Հովհաննիսյանին Նիկոլ Փաշինյանի անվտանգությանը վերաբերող հարցերին, թե ասենք 5 հոգանոց հանրահավաքի համար քանի 100 ոստիկան պետք է միտեղ կուտակվի, ինչ միջոցներ պետք է բերվեն ոչ միայն ոստիկանությունից, այլ նաև փրկարար ծառայությունից, տարբեր ծառայություններից։ Ես կարծում եմ, որ պարոն Հովհաննիսյանը այդպիսի հարցերին պատասխանելու բացարձակապես խնդիր չի կարող ունենալ։ Իսկ երբ որ մենք հնչեցնում ենք քաղաքական հարցեր, պարզվում է, որ մենք գտնում ենք մի ազգային ժողովում, որտեղ քաղաքական գործիչները անհանգստանում են, որ այստեղ քաղաքական ելույթներ են լնում, ելույթներում քաղաքական շեշտադրումներ են լնում։ Դրանք հիմնականում վերաբերում են այն մարդկանց, որոնք այստեղ գտնվելու իրավունք ուղղակի չունեն։ Դոլարով միլիոնատեր օլիգարխները, որոնք չգիտես ոնց են հարստացել, ոնց են այստեղ հայտնվել, իրանք այստեղ դիսկոմֆորտ կզգան այնքան, ինչքան որ ես կարող եմ դիսկոմֆորտ զգայի Մոնտե Կարլոյի կազինոյում։